Մեդիակենտրոնը շարունակում է իր աշխատանքը առցանց ու եթերում եւ ներկայացնելով ձեզ տարբեր տվյալներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներ եւ ուրեմն դիտարկումներ Հայաստանում ընթացած եւ արդեն ավարտված քվեարկության վերաբերյալ արդեն ժամը 8-ից փակվել են բոլոր 20:00-ից փակվել են բոլոր ընտրատեղամասերը, գնում է ուրեմն հաշվարկ քվեների, բայց այժմ դիտորդական կազմակերպությունները ներկայացնում են իրենց դիտարկումները, այսպես ամփոփելով օրվա տվյալները, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի խախտումներ են գրանցվել։ Այս պահին մեր տաղավարում է Դանիել Յովհաննիսյանը, Իրասեք քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգողը, այս ուրեմն ՀԿ-ն իրականացրել է բավականին մեծ մասշտաբային դիտորդական առաքելություն Հայաստանի ողջ տարածքով մեկ, գրեթե ողջ տարածքով մեկ, եւ խնդրեմ Դանիել, մենք եթե փորձենք ամփոփել ուրեմն օրվա ամբողջական պատկերը, ապա ինչ պատկեր ունենք, ինչ տեսակի խախտումների մասին է խոսքը, ինչ տենդենցիա կամ միտումներ կային այդ խախտումների մեջ, օրվա ժամերի նաեւ կտրվածքով, խնդրեմ։ Շնորհակալություն, մենք իրական դիտորդությունը միայնակ չենք անում, մենք անում ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ անկախ դիտորդ հասարակական դաշինքի սահմաններում։ Ես ասեմ, որ թերևս այս պահին արդեն մենք ունենք հիմնական տվյալները մեր դիտորդության հետ կապված մինչև ժամը 8-ը, այսինքն մինչև քվեարկության ավարտը, ու պատկերը բավականին մտահոգիչ է։ Մասնավորապես տեղամասերի մոտ 50%-ում եղել են վերահսկվող քվեարկության դեպքեր։ Այսինքն այլ անձինք վերահսկել են, թե ինչպես է ինչ-որ մեկը քվեարկում եւ խոսքը սահմանված կարգով օգնողների մասին չէ։ Երբ քվեախցիկ մտնում է մեկից ավել մարդ եւ այդ երկրորդ մարդը ոչ օգնող է սահմանված կարգով, ոչ էլ փոքր երեխա։ Փոքր երեխաներն ենք մենք անել։ Այդ տեղամասերի մեր կողմից դիտարկված տեղամասերի 52%-ում նման բան արձանագրվել է, առավել շատ է եղել առավոտյան մինչև կեսօրը, հետո մի քիչ նվազել է, բայց դա նաև պայմանավորված է ընտրողների հոսքի նվազման հետ։ Ամեն դեպքում տենդենցիան պահպանվել է ամբողջ օրվա ընթացքում, օրվա վերջում նվազել է ժամը 4-ից հետո նման բան դիտարկվել է տեղամասերի։ Մեկ հարց, Դանիել, խնդրում եմ պարզաբանենք, իրենք մարդկանց հետ մտել են քվեախցիկ, իրանց թե իրենք ուղակի այսպես ընթացից ինչ որ ուղղորդել են մարդկանց չեն մտել։ Ես ուղղորդման մասին չեմ ասում։ Ես ասում եմ, երբ որ քվեաթերթիկի վրա նայում են բացի ընտրողից այլ անձի աչքեր, եւ այդ այլ անձը ոչ օգնող է, ով գրանցվում է որպես օգնող եւ գալիս է օգնել մի անձի, ով չի կարող քվեարկել, ոչ էլ երեխա է։ Փոքր երեխաներն են չեն քաշում, որտեղ իմա ծնողը երեխայի հետ է եկել։ Հաճախ սա ուղղակի արտահայտվում էր նրանով, որ քվեախցիկիների հետևը կանգնած էր ինչ-որ մեկը, որ ուղղակի նայում էր բոլոր ընտրողներին։ Եվ հանձնաժողովները ոչինչ չէին ձեռնարկում։ Դա տևում էր տևական ժամանակ, օրինակ Տավուշի հյուսիսային հատվածներում, օրինակ Գեղարքունիքի հարավ-արևելյան հատվածներում, դա տևում էր տևական ժամանակ, հանձնաժողովները ոչինչ չէին ձեռնարկում, ուղղակի մարդ կանգնեց, նայում էր, ասես քվեախցիկի հետո նայում էր, ոնց եկավ քվեարկեց դա։ ԿՀ-ի հրապարակած ուրեմն տեսանյութերում է երևում։ ԿՀ-ի կայքում առցանց հեռարձակվող տեսանյութերում անգամ դա երևում է։ Ուրեմն արձանագրվել են 30 տեղամասերի 30%-ում արձանագրվել են դեպքեր, որ ընտրողը քվեախցիկից դուրս ընդհանրապես։ Տեղամասերի առավոտյան 20%-ում, հետո նվազել է հասել է 12%-ի, ուրեմն եղել են անձինք, ովքեր իրավունք չունեին տեղամասում գտնվել։ Ընդ որում երբեմն այդ անձինք այնքան ինքնավստահ էին իրան զգում, ինչքան անգամ տեղամասի նախագահան իրեն չէր զգում, Ես ինքս ուրեմն Դավթաշենում հանդիպեցի այդպիսի անձանց, ովքեր ինչպես հետո պարզվեց ոստիկանապետի, ուրեմն դա ոստիկանապետի փեսայի թաղներ իր տեղամասներ, որտեղ ինչքան ինձ ասեցին նաև ինքն է քվեարկում։ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանի մասին է խոսքը։ Այո։ Ինքն ես իրեն այս վերջերս բացահայտեցի։ Ուրեմն եւ այդ մարդիկ իրենց այնքան վստահ էին զգում, որ մեր դիտորդները չէին կարողանում այդ մարդկանց դուրս հանել ոչ հանձնաժողովի նախագահի միջոցով, ոչ ամենչապես։ Եվ իրենց զարմանքը շատ մեծ էր, երբ որ
իմ նման ինչ-որ նիհար կազմվածքով բոլոր իհարկե բանում, կանգնած տեղամասի մեջտեղում եւ ես իրանց հարցրեցի ինչ եք ստեղանում, առանց բեյջ, առանց ոչ բան, իրանք էին իմ վրա զարմացած նայում, դու ով ես, ոնց թե մենք ստեղ մեր տեղամասում կանգնում, դու ով ես եկել ես մեզ հարցնում ես, թե մենք ստեղ ինչ ենք անում։ Խոսքը Երևան քաղաքի մասին է, էլի, ինչ որ չգիտեմ, Նռնաձոր գյուղը չի, էլի, այստեղից 400 կիլոմետրի վրա։ Ուրեմն տեղամասերի զգալի տոկոսում 45% տեղամասերում եղել են մարդիկ, ովքեր չեն կրել վկայական, հա։ Երեկոյան այդ թիվը մի քիչ նվազել է, հասել է 27%-ի, բայց ընդհանուր առմամբ մնացել է։ Առավոտյան տեղամասերի 80%-ում են եղել կուտակումներ, այնուհետև նվազել են եւ երեկոյան կուտակումներ եղել են մեր դիտարկված տեղամասերից 30%-ում։ Առավոտյան տեղամասերի 25%-ում նկատվել է, որ իշխանությունը պատկանում է ոչ թե տեղամասի նախագահին կամ հանձնաժողովին, այլ ինչ-որ վստահված անձանց։ Վստահված անձինք իրականացնում են վարչարություն, տալիս են հրահանգներ եւ այլն։ Ուրեմն երեկոյան ճիշտ այդ թիվը մի քիչ պակասել է հասնելով 15%-ի, բայց ամեն դեպքում դա էլ ահռելի թիվ է, որովհետև վստահված անձը իրավունք չունի հրահանգներ իջեցնելու հանձնաժողովին, հա։ Եվ մենք դա էլ ենք ուսումնասիրում, արդյոք հանձնաժողովը գործում է գոնե վստահված անձանցից ինքնուրույն, թե կան դեպքեր, որ վստահված անձն է փաստացի դառնում հանձնաժողովի ղեկավարը։ Ուրեմն ընդ որում կա նաև հակառակ տենդենցիա աճում, ինչ որ խախտումներ աճել են։ Օրինակ, եթե առավոտյան մեր դիտորդների գրանցամատյանում գրառում կատարելու մեր դիտորդների 30% պահանջների 30%-ն է, որ չի բավարարվել, այսինքն ասել են ես դե խախտում եմ տեսել, խնդրում եմ դա կատարել գրառում գրանցամատյանում։ Անկախ նրանից դրա հետ համաձայն են, համաձայն չեն, անկախ նրանից թե թեկուզ եթե անգամ անհեթեթություն ասի դիտորդը, դա պարտավոր են գրել։ Դիտորդը կարող է այդտեղ ասի, որ չգիտեմ, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ եւ իրենք պարտավոր են դա գրել առանց գրաքննության։ Ուրեմն առավոտյան 30%-ն էր, այդպեսին երեկոյան այդ վիճակագրությունը ասել է 50%-ի։ Որ չեն գրանցել։ Տեղամասերի կեսում 50%-ում ուղղակի մերժել են, ասել են ոչ։ Խոսքը այն տեղամասերի մասն է, որտեղ խախտում եղել է իհարկե։ Խախտում եղած տեղամասերի 50%-ում այդ խախտումը դիտորդները չեն կարողացել հասնել նրան, որ գրանցվի։ Ուրեմն հանձնաժողովների մոտ 10%-ը սահմանել է դիտորդներ պլյուս ԶԼՄ-ներ առավելագույն թիվ, հիմնականում այդ թիվը եղել է 15-20 այդ կողմերը։ Տեղամասից հեռացվել է մի դիտորդ, եւս մի դիտորդ արդեն արձանագրությունը կազմում էին, որ հեռացնեն, բայց ուղղակի մենք այդտեղ ուղարկեցինք մեր ծանր Ռեդանին, Սակունց Արտուրին, ով կանխեց դա, բայց արդեն հեռացման եզրին էր եւ եւս մի դիտորդ նաեւ մասիվում էր եւ Ձեր դիտորդներից նկատում եք հեռացում։ Եվս արդեն կազմում էին հեռացման արձանագրությունը, բայց հետո ստիպված եղան չանել դա։ Ուրեմն եւ տեղամասերի 5%-ում արձանագրվել են դեպքեր, որ տեսախցիկը, որ տեղադրված է, հա, տեսախցիկը կարող է խնդիրներ առաջացնել քվեարկության գաղտնիության հետ կապված տեսախցիկ քվեարկցիքեր փոխադարձի հետ կապված։ Ես ասեմ, որ այժմ մենք աշխատում ենք ոչ միայն 200 տեղամասերում, ինչպես աշխատում ենք մինչև ժամը 8-ը, այլ այժմ մենք աշխատում ենք նաև համարյա բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովներում, որտեղ արդեն Երևանում չէ, բայց մարզերում գալիս են տեղամասերի պարկերը, հա, փոքր տեղամասերը արդեն ամփոփած գալիս են, Երևանում դեռևս ամփոփած տեղամաս կարծես թե չկա, եւ այստեղ էլ բավականին հետաքրքիր խախտումներ են լինում, օրինակ 17-րդ ընտրական տարածքում, դա ուրեմն Արագածոտնի մարզում է, մեր դիտորդը ֆիքսել է եւ նաեւ նկարահանել է, թե ինչպես են փորձում արձանագրության մեջ, տարածքային հանձնաժողովում արձանագրության մեջ ելակետային տվյալներ փոխել։ Ելակետային տվյալները ինչ որ լրացնել, փոխել, տեսանյութը կա ճիշտ ասած չհասցրեցի միջև ասուլիսը ամբողջությամբ ուսումնասիրել, բայց ըստ էության այն որ խնդիր կար ակնհայտեր եւ այդտեղ հենց այս պահին 17-րդ տարածքային հանձնաժողովում մեր դիտորդի փորձում են սահմանափակել, չթողել, որ ինքը նկարահանումներ իրականացնի եւ այլն։ Մենք օրինակ դիտորդներին ասել ենք, որ տեղամասերը որ գալիս են, այդ տեղամասերի գրանցամատյանները նայեն։
իրանք ամբողջությամբ դրա իրավունքը ունեն։ Տարածքային մարդ են։ Բայց 17-րդում փորձում են այդ իրավունքը փորձում են որ նախոչնդոտում են այդ իրավունքը չեն տալիս, որովհետև ըստ էության ենթադրում են, որ այդ գրանցամատյաններում էական խախտումներ են արձանագրված։ Այս պայդրությամբ սա է, մենք շարունակում ենք թե շրջիկ դիտորդությունը, թե համարաբբոլոր տարածքային հանձնաժողովներում աշխատանքը ու նաև իհարկե տեղամասերում։ Դանիել, տեսեք, երբ որ մենք հարցնում ենք նույն հարցը գրեթե տալիս էինք այսպես քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, մյուս դիտորդական առաքելություններին ու հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչին, նա ասում էր, որ դե գիտեք, իհարկե իդեալական չեն եղել ընտրությունները, բայց սա իհարկե մեկ քայլ առաջ է, սրանով այսպես սա ժողովրդավարության հաղթանակ է Հայաստանում եւ այլ։ Այ դուք որպես դիտորդական կազմակերպության ուրեմն ներկայացուցիչ եւ կարծես թե Հայաստանի գրեթե բոլոր մարզերում իրականացրել եք դիտորդություն, ինչ եք կարծում, նախ համաձայն եք այդ պնդման հետ, որ սա մեկ քայլ առաջ է, թե ոչ, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, եւ երկրորդը, արդյոք կարելի է ասել, որ այդ խախտումները, որ դուք նշեցիք 50% տեղամասերում, չգիտեմ 30-20 եւ այլն, դրանք ազդել են էականորեն եւ իր ամբողջության մեջ ընտրությունների արդյունքների վրա, որակապես։ Գիտեք, երբ մեր շտաբում փորձում էին Տավուշի հյուսիսային հատվածներում նոյեմբերյանի շրջանում 15 րոպե շարունակ ուսումնասիրելով on-line հեռարձակումները 15 րոպե շարունակ ման էին գալիս մի տեղամաս, որտեղ իրենք կտեսնեն միայնակ ընտրող մարդկանց, ովքեր քվեախցիկ այցելում են միայնակ։ Դա 1980 դա ընտրություն չէ։ Նույնը տեղի էր ունենում համատարած Գեղարքունիքի հարավ արևելքում, Մարտունի տարածաշրջանում։ Միգուցե նաև այլ տեղեր, բայց մեր դիտարկումից դուրս է մնացել։ Սա այդ բոլոր քաղաքացիները, ով գալիս էին եւ քվեարկում էին վերահսկողության տակ, դա ընտրություն չի։ Դա գոնե այդ մասով ընտրություն անվանելը դժվար է։ Եվ ընդ որում հարցը նա է, որ այստեղ անգամ, չգիտեմ, մեզ հավատալու չհավատալու հարցը չի, որովհետև մեծ մասը տեսանյութերով էր երևում։ Մենք ուսումնասիրում էինք առցանց հեռարձակումները, որ այդտեղ ուղարկի ենք մեր շրջիկ խմբերին։ Եվ Տավուշի մարզի շրջիկ խմբին, նույնն էլ Գեղարքունիքի մարզի շրջիկ խմբին, չգիտենք, որ մեկը ուղարկեինք, որովհետև ամենտեղ նույն պատկերն էր։ Եվ ասում եմ շտաբում փորձեցին ուղղակի գտնել, իսկ գոնե մի տեղամաս, որ մարդավարի մարդը գնում է միայնակ մտնում է քվեախցիկ ու ինքը ընտրում է, մենակ ինքն է դնում իր քվեաթերթիկը։ Վերջապես կթանք տեղամաս երկար որոնումներից հետո։ Այսինքն, բայց իր ամբողջության մեջ մենք կարող ենք ասել, որակապես ազդել է ընտրության ելքի վրա։ Այո, ելք բառը շատ կուսակցականացված բառ է։ Այո, դա ազդել է։ Քանակական գնահատական դժվար է դա։ Առավել եւս խոսել ընդհանուր առմամբ քվեարկության օրվա մասին դեռևս վաղ է, որովհետեւ դեռևս հաշվարկի փոքր մասն է, որ անցել է։ Հաշվարկի վերաբերյալ ամփոփ տվյալներ մենք երևի կունենանք առավոտյան ժամը 10-ին, 11-ին, հա, եւ վաղը 12-ին այստեղից արդեն կներկայացնենք, բայց քվեարկության օրվա արձանագրած խախտումների հետ կապված արդեն մտահոգիչ է։ Եթե փորձենք համատենք 12-13 թվականի համապետական ընտրությունների հետ, պետք է արձանագրենք, որ ավելի վատ էր։ 14 թվականի սահմանադրական հանրաքվեի հետ համեմատելիս, 15 թվականի հանրաքվեի հետ համեմատելիս պատկերը ավելի վատն է, վստահաբար ավելի վատն է, բայց ինչ որտեղ միգուցե դա պայմանավորված է նրանով, որ 15 թվին վերահսկողությունը ավելի քիչ էր, թե հանրային վերահսկողությունը, թե կուսակցությունների կողմից վերահսկողությունը եւ թե տեսանկարահանումը չկար։ Եվ միգուցե ուղղակի 15 թվին ավելի քիչ բան ենք տեսել։ Ես չեմ բացառում, որ 15 թվի հանրաքվեն ավելի խախտումների առումով ավելի առատ էր, ուղղակի քիչ մասն ենք տեսել։ Բայց այն որ 12-13 թվականի ընտրություններից ավելի վատն էր, ավելի
գոնե քվեարկության ընթացքը, հա, ժամանակից 8-ը դա միարժեք։ Գուցե եւ բայց հետեւյալն է, երբ որ ասում ենք նույն իշխանության ներկայացուցիչներին, ենք ասում են դե գիտեք, այն ժամանակ շատ էին ասում կարուսելների, չգիտեմ, լցոնումների մասին, ընտրատեղամասերում տենց դեպքեր այս անգամ չկային։ Տեսեք, ըստ էության կարուսելի էությունները փոխվել։ Կարուսելը դա ինչ է, դա վերահսկող քվեարկության ձևերից մեկն է։ Հիմա ինչպիսի վերահսկող քվեարկության ձևեր են եղել, մի մասը ես արդեն կարող եմ ասել։ Մարդկանց պարտադրում են քվեաթերթիկները, մյուս քվեաթերթիկները հանել իրենց հետ, եւ մեր ամբողջ պայքարը կհայում, որ այդ քվեախցիկում պետք է անպայման լինեն լրացուցիչ քվեաթերթիկներ, որ այն մեր արշավը, որ մենք կազմակերպեցինք տեսանյութերով, վստահ եմ շատերը տեսել են, որ եթե ստիպում են քվեաթերթիկներ հանել, կարող ես միշտ տեղից ազատ քվեաթերթիկ հանել, շատ տեղերում պարզապես այդ արկղի մեջ չկար քվեաթերթիկ։ Մենք խնդրում ենք դիտորդներին տեսնել, թե արդյոք այդ պահին կա քվեաթերթիկ, նրանք այցելում էին, արկղի մեջ չկար քվեաթերթիկ։ Կամ եթե կար քվեաթերթիկ, ապա ոչ բոլորի քվեաթերթիկները։ Չգիտեմ, այդտեղ կար, որտեղ դիտորդները տեսան, որ կա քվեաթերթիկ, 20 հատ քվեաթերթիկ, բայց 20-ն էլ կոմունիստական կուսակցության։ Ես չեմ ուզում գնահատեմ այս կամ այն կուսակցության շանսերը, բայց փաստենք, որ կոմունիստական կուսակցությունները եւ այստեղ ամենաանշարժ կուսակցությունները եւ իր քվեաթերթիկները այդ քվեաթերթիկի մեջ ոնց ասեմ, ամենաանպտուղն են, որտեղ դժվար թե կոմունիստական կուսակցությունը կարուսել գործածել էլի, որ այդ քվեաթերթիկներից օգտվելով կոմկուսի կարուսելից կարողանային խուսափել։ Այսինքն այստեղ բավականին խնդիրներ կար նաև կարուսելի հետ կապված, բայց վերահսկող քվեարկության այլ տարրերը, որոնք նոր են, որոնք նախկինում չկային, օրինակ մարդկանց պարտադրել, որ ինչ-որ թղթիկներ դնեն ծրարի մեջ եւ այլն, դրանց մասին խոսակցությունները համատարած էին, բայց դրանց ծավալի մասին մենք կիմանանք երևի առավոտյան։ Բոլոր դիտորդները հաշվելու են նման դեպքերը, հիմա ուղղակի վաղ է ասել այդ թվերը։ Շնորհակալ եմ, առավոտյան մենք հուսով ենք նաև կիմանանք ուրեմն նախնական ինչ-որ ամփոփ տվյալներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Դանիել, եթե այլ բան կա ավելացնելու, խնդրեմ կարող եք, եթե չէ մենք ամփոփենք եւ ավարտենք։ Ըստ էության հիմնականում այսքան էր, ես օրինակ նաև չեմ ուզում կրկնվել այն ինչ որ ժամը 6-ին այստեղ ասել։ Եվ շնորհակալ եմ ձեզ մեր տաղավարում հյուրընկալելու համար եւ ներկայացնելու համար ձեր դիտարկումները։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր տաղավարում Դանիել Իվանեսյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգողը, մեդիա կենտրոնը այսքանով հարգելի գործընկերներ ավարտում է իր այսօրվա քվեարկության վերաբերյալ եւ քվեարկության արդյունքների քվեարկության վերաբերյալ դիտորդների դիտարկումների, ինչպես նաեւ փորձագետների կարծիքների ներկայացման նվիրված եթերը, բայց մնացեք մեդիա կենտրոնի հետ վաղը, մյուս օրը եւ հաջորդիվ, որովհետեւ մենք անդրադառնալու ենք քվեարկության եւ այս քաղաքական իրադարձությանը ընդհանրապես տարբեր դիտանկյուններից, ներկայացնելով եւ ամփոփ ուրեմն դիտորդների դիտարկումների եւ տվյալները քվեարկության վերաբերյալ եւ ապագա իշխանության քաղաքական կառուցվածքի եւ ընդհանրապես քաղաքական համակարգի վերաբերյալ տարբեր դիտարկումներ, մոտեցումներ եւ դիրքորոշումներ, ինչպես նաեւ եթե տեղի ունենան հետընտրական զարգացումներ որոշակի, ապա անպայման անդրադառնալու ենք այդ զարգացումներին։ Շնորհակալ ենք ձեզ մեզ հետևելու համար։ Մնացեք մեզ հետ, մինչ վաղը։